Եկեք սրճենք միասին հաղորդում, երբ մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջ բացահայտում ենք Հայֆայնդում գրանցված բիզնեսների հիմնադիրներին, մարդկանց, ում շնորհիվ այդ բիզնեսին սկսում են վստահել։ Ողջույն, Մետաքսիա ջան։ Շատ շնորհակալություն, որ այսօր այստեղ եք ու փորձելու ենք ձեզ մեր գույների եւ հարցերի միջոցով մի փոքր բացահայտել։ Պատրաստ եք։ Այո, պատրաստ եմ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Սիրով, նախքան սկսելը ուզում եմ հասկանալ, դուք առօրյայում սուրճ խմում եք թե ոչ։ Այո, Հաճախակի եմ խմում, սիրում եմ, դա իմ հանգստի ժամն է։ Ահա, իսկ արդյոք ինքը առողջարար է կամ կա ինչ-որ քանակ, որ մարդը խմելու ընթացքում ոչ մի խնդիր չի ունեն առողջին։ Դե բնականաբար ամեն ինչ բալանսի ու ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, դրա համար պետք է պահել անպայման չափը։ Օրվա ընթացքում կարելի է 2-ից 3 բաժակ, ոչ ավելին, այդպես չափը կպահենք, բայց ովքեր որ շատ են խմում, այդ արդեն կստացվի չարաշահում։ Ու բնականաբար արդեն առողջությանը վնաս կլինի։ Դրա համար պահում ենք չափը, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Խմենք։ Ունենք գույներ սեղանին, 8 գույն ունենք սեղանին, ամեն գույնի տակ կամ որևէ հարցեր կամ առաջադրանքներ։ Փորձենք հերթով պատասխանել ու ձեզ բացահայտել։ Սկսում ենք որ գույնից։ Դուք եք ընտրում։ Ինձ ճիշտ ասած այս նարնջագույնն է։ Ահա, Ողանում հեռվից։ կտակ ինձ հարցը։ Շնորհակալ եմ։ Այստեղ ունենք առաջադրանք։ Մետաքսիա ջան, ունենք սեղանին 4 օրվա պահ։ Առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Կխնդրեմ ձեզ ընտրեք միայն մեկը։ Առավոտ։ Կա մի սովորություն, որ հաճախ անում եք օրվա հենց այդ պահին։ Կա։ Մշտական իմ սովորույթը ջուր խմելու սովորույթ։ Օրը ջրով սկսելու սովորույթն է, որը իդեպ բոլորին եմ խորհուրդ տալիս։ Ահա, ինչու՞։ Որովհետև ճիշտը ջրով սկսելն է։ Նախ օրգանիզմն է արթնանում, նյութափոխանակությունն է այդպես կարգավորվում եւ օրվա ճիշտ սկիզբն է այդպես դրվում։ Սովորաբար առավոտյան ժամերին դուք ավելի շատ մոտիվացված եք, թե ավելի շատ մոտիվացված։ Միշտ։ Առավոտը նոր սկիզբ է, յուրաքանչյուր օրվա սկիզբ, նաև նոր գործի, նոր աշխատանքի ու նոր գործունեության սկիզբ է ու նախորդ օրերի կիսատ մնացած գործերը շարունակելու այսպես մոտիվացիա է պետք, դրա համար առավոտը միշտ սկսում ենք մոտիվացիայով ու կարգապահորեն շարունակում։ Շատ խնդրեմ ընտրեք եւս մեկ գույն։ Եվս մեկ գույն կանաչ։ Մենք հարց թե առաջադրանք ունենք։ Ահա, այստեղ ունենք հարց։ Երբ եւ ինչու որոշեցիք խոսել սննդի եւ առողջ ապրելակերպի մասին։ Մոտավորապես երևի թե 3 տարի առաջ ստացա առաջարկ սովորելու սննդաբանության ուղղությամբ եւ մեծ սիրով ընդունեցի, որովհետեւ իրականում սննդաբանությունը միշտ հետաքրքրել է ինձ, առողջ սնունդը միշտ հետաքրքրել է ինձ ու այդ առաջարկը ստանալուց հետո մեծ սիրով համաձայնեցի ու մինչև օրս էլ շատ գոհ եմ իմ որոշումից, որ ընդունեցի այդ որոշումը, որովհետեւ իսկապես շատ սիրեցի եւ ոլորտը եւ այն մարդկանց ում հետ որ աշխատում եմ, որովհետեւ տալիս է մարդու կերպարանափոխությունը դեպի առողջ սնունդ ընթացքը, տալիս է sense դրական լիցքեր, որը ոչ միայն նիհարողներին ու ոչ միայն առողջ սնունդ դեպի առողջ սնունդ դեպի առողջ ապրելակերպ գնացողների մոտ է այդ էմոցիան առաջանում, այլ նաև իմ մոտ, որ ես իրենց ուղղորդում եմ։ Այնպես որ շատ դրական փոփոխություններ բերեց 3 տարի առաջ կայացած այդ որոշումը։ Ահա, դուք նշեցիք դրական փոփոխությունների մասին, այդ փոփոխությունները ընդհանուր գլոբալ էին, թե կոնկրետ ձեր անձի մեջ էլ ինչ-որ փոփոխություններ կատարվեցին։ Բնականաբար իմ անձի մեջ էլ փոփոխություններ եղան ու առաջին հերթին այդ փոփոխությունները բնականաբար ինձնով պետք է ապահովեի, բայց այդ փոփոխություններն այդքան արագընթաց չեն լինում որոշ հանգամանքների բերումով, դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, բայց որոշ հանգամանքների բերումով իմ մոտ այդ փոփոխությունները sense արագընթաց ու սրընթաց չեն տեղի ունենում, ոնց որ այն մարդկանց մոտ, ում որ ես օգնում եմ։ Ես ուրախ եմ, որ նրանց մոտ այդ փոփոխությունները շատ արագ են լինում ու շատ լավ են դրական տեղաշարժ են ունենում, որովհետև իրենք չունեն այն
խանգարող հանգամանքները, ինչը որ ես ունեմ, բայց փառք ամեն ինչ առողջ սննդի, ճիշտ ապրելակերպի ու ճիշտ մոտեցման շնորհիվ կամաց գալիս է իր ցանկալի արդյունքին է բերում։ Հետաքրքիր ջան, մենք ունենք դեռ 6 գույն ու մենք պետք է հերթով բացենք գույները։ Սև։ Ահա, սև։ Սևը սովորաբար մենք միշտ բաց ենք թողնում, ինչի համար, որովհետև այստեղ ունենում ենք հետևյալը։ Առաջադրանք ձեզ։ Ասեք մի հարց, որը կցանկանայիք, որպեսզի ձեզ ուղղեին ու որի պատասխանը կցանկանայիք դուք տայիք, որպեսզի մարդիկ դրա մասին իմանային։ Այսպեսի մի հարց, ի՞նչն է խանգարում մարդկանց ընտրություն կատարել առողջի ու անառողջի միջև միշտ նախապատվությունը տալով անառողջին կամ իրենց ընտրելու փոխարեն չընտրել իրենց, այլ ընտրել այլ տարբերակ, այսինքն դիմացին, միշտ հոգեբանական առումով է, չէ՞, այդպես ալի։ Փորձից ելնելով արդեն կարելի է պատասխանել նաև իմ տված հարցին, ինչու չեն մարդիկ ընտրում իրենց, ինչու չեն ընտրում առողջի ու անառողջի միջև ընտրությունը տալիս են անառողջին, որովհետև թվացյալ անառողջը ավելի համեղ է, որովհետև համային ռեցեպտորները բլոկավորվում են ու թվում է, թե այդ անառողջ սնունդը ինքը ավելի համեղ է, որովհետև այդպիսի ազդակ է ստանում մեր օրգանիզմը, բայց ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ առողջ սնունդը շատ ավելի համեղ է, շատ ավելի լավն է ու շատ ավելի առողջ է, որովհետև եթե կարելի է սնունդը պատրաստել այնպես, որ նույն համային ռեցեպտորները, նույն դրական ազդակները ստանան օրգանիզմի կողմից, կարելի է նախապատվությունը տալ առողջ սննդին ու այդպես նաև կարելի է առողջ լինել։ Ու հենց երբ որ կարողանանք ընտրությունը տալ առողջ սննդին, այդ պարագայում գալիս է նաև հարցի երկրորդ մասը, այսինքն մենք ընտրում ենք ինքներս մեզ, ոչ թե տրվում ենք էմոցիաներին, պահի ազդեցությանը, այլ ընտրում ենք մեզ ու առողջ սննդով գնում ենք դեպի առողջ ապրելակերպ։ Շատ լավ հարց, շատ լավ պատասխան։ Նորից ունենք առաջադրանք։ Այս անգամ սեղանին մենք կդնենք 3 միանման փակ սրվակներ։ Եկեք բացենք ու տեսնենք գրությունը։ Ոայ, կխնդրեմ դուք բացեք, որպեսզի միանգամից անցնենք բուն առաջադրանքի։ Ինչ էր գրված։ Էներգետիկ, ահա։ Հիմա այսպեսի մի հարց ձեզ, որպես սննդաբան, ինչպես կօգտագործեք այս բառը, որպեսզի ստանաք օգտակար եւ արժեքավոր կոնտենտ ձեր լսարանի համար։ Էներգետիկ բառը կօգտագործեմ դրան հակառակ ներկայացնելով էներգետիկները հիմա շատ տարածված են հատկապես երիտասարդության շրջանում ու համարյա կարելի է ասել ամեն երկրորդ երիտասարդի ձեռքին կարելի է տեսնել էներգետիկները, ցավոք, այո, որովհետև էներգետիկները ոչ մի լավ բան չունեն իրեն, ոչ մի լավ ոչինչ չեն պարունակում իրենցում, իրենք բառն է միայն էներգետիկ ու դրան այդ գովազդային, հա, արշավի ընտրվելով երիտասարդներին թվում է, թե դրանով իրենք էներգիա են ստանում, բայց ինքը օրգանիզմում շատ բացասական հետևանքներ կարող է թողնել, որովհետև այնտեղ կոֆեինի ու շաքարի մակարդակը բավականին բարձր է, իսկ այդ համակցությունը, հա, շաքարի ու կոֆեինի ինքը միանգամից սրտխփոսներ կարող է առաջացնել ու ընդհանուր մինչև մահվան կարող է բերել։ Նման դեպքեր եղել են, իհարկե Հայաստանում նման դեպքեր կարծեմ թե չկան կամ ամեն դեպքում չեն բարձրաձայնվում, բայց արտերկրում բավականին հաճախ են նման դեպքերը, հաճախակի օգտագործում էներգետիկների կարող է բերել վնասակար հետևանքների, վատ հետևանքների, դրա համար իմ եւ ինձ նման բոլոր ոլորտով շահագրգռված մարդկանց կոչն է, որ երիտասարդները հատկապես վերջ մնան էներգետիկների օգտագործումից, գոնե չարաշահումից։ Փորձը արդեն, այսինքն մենք 4 հարցին պատասխանել ենք, հասել ենք կեսին։ Շարունակում ենք։ Նորից հարց ունենք այստեղ։ Ձեր անցումն իրավաբանությունից ծննդաբանության
մարդկանց համար կարող է անսպասելի լինել, քանի որ ես գիտեմ դուք եղել եք իրավաբան մասնագիտությամբ, հետո արդեն բարձվեց 3 տարի անց սկսել եք զբաղվել, թե 3 տարի առաջ 3 տարի առաջ հակներեք։ Հիմա հետաքրքիր է, ինչպես է կարողանում կառուցել վստահություն այդ անցման պատճառով։ Այո, ես մասնագիտությամբ, առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը, իդեպ կարմիր դիպլոմով, մագիստրատուրան էլ նույնպես, բայց նույն կերպ գերազանցությամբ նվիրեցի ինձ ընտանիքիս հարցերը կարգավորելուց հետո, երեխաներիս մեծացնելուց հետո արդեն ժամանակն էր աշխատել ու քանի որ այդ իմ ցանկությունը աշխատելու ու ինչ որ մի բան անելու համընկավ այն առաջարկի հետ, որի մասին ասեցի, հա, սննդաբանության ոլորտով զբաղվելու, այդ առաջարկը համընկավ իմ ցանկության հետ ու ես մտա սննդաբանության ոլորտ։ Սննդաբանության ոլորտը ինքը ինչքան էլ որ տարբեր է, ես այս մասին էլի եմ խոսել, ինչքան էլ որ տարբեր է, նույնքան կարելի ասել մոտ է, որովհետև մարդակենտրոն է։ Ու իրավագիտությունը, իրավաբանությունը, հա, եթե իրավաբան լինելով հանդերձ կարողանում ես պաշտպանել կողմերից մեկի շահերը, սննդաբանությունը ինձ ավելի հոգեհարազատ դարձավ, որովհետև այստեղ մեղադրյալ եւ պաշտպանյալ չկա ու ունենք մենք միայն գլխավոր շահ մարդու առողջությունը ու սա դարձավ իմ ամենասիրելի աշխատանքը ու այն մասնագիտությունը, որով իսկապես կարողանալու եմ օգնել մարդուն, ոչ թե արդեն երկու կողմերին, մեկին օգնելով, մեկին միգուցե ոչ այդքան, այստեղ լինելու ենք մենք երկուսով ու ես իմ պաշտպանյալին, այսպես ասած, ձեռքը բռնած ուղղորդելու եմ դեպի առողջ ապրելակերպ ու դա դարձավ ինձ համար գլխավոր գերնպատակ ու կարծում եմ այն վստահությունը, ինչը որ ես հիմա վայելում եմ, հա, իմ պաշտպանյալների կողմից, իրենց պաշտպանյալ կարող եմ անվանել, բայց ես իրենց սիրում եմ ասել իմոնք, որովհետև իսկապես իմոնք ուրիշ են ու իմոնք հենց այնպիսին են, ինչպիսին որ ես ուզում եմ իրենց տեսնել։ Սպիտակի տակ ունենք բլից հարցեր։ Պատրաստ եք։ Ահա, սկսեցինք։ Առողջ ապրելակերպ սկսելու առաջին կարևորագույն քայլերից մեկը որն է։ Մտածելակերպի փոփոխություն։ Մի սննդային միֆ, որին կուզեիք մարդիկ վերջապես դադարեին հավատալ։ Որ առողջ սնվելը թանկ է։ Դա միֆ է։ Ահա։ Ձեր ամենասիրելի առողջ փոքրիկ սովորությունը։ Ամենակարևոր առողջ սովորույթը դա առավոտյան առավոտը ջրով սկսելն է։ Ահա։ Սնունդ, որից դժվարությամբ եք հրաժարվել։ Չկա նման սնունդ։ Ահա։ Սխալ, որ մարդիկ հաճախ անում են, երբ սկսում են առողջ ապրելակերպ վարել։ Ամենաառաջի սխալը դա միանգամից արդյունք սպասելն է, արդյունք ուզենալ տեսնելն է, որովհետև արդյունքը միանգամից չի գալիս, արդյունքը աշխատանքի արդյունքում պետք է գա։ Շատ շնորհակալություն Մետաքսիա ջան, իրականում բավականին հետաքրքիր է անցնում, հարցերին տալիս եք շատ հետաքրքիր, օգտակար եւ տեղեկատվական պատասխաններ։ Մնաց ընդամենը 2 հարց, խնդրում եմ ընտրեք մեկը։ Սա։ Ահա, նորից ունենք առաջադրանք։ Սեղանին ունենք տետր, ֆայլ եւ բաժակ։ Կխնդրեմ ընտրեք միայն մեկը։ Տետրը ինձ եկավ։ Ահա։ Շատ լավ, տետրը ընտրեցիք։ Հիմա հարց։ Եթե պետք լինի մոտակա ժամանակներս կատարեք որևէ փոփոխություն ձեր կյանքում, ինչպես այս առարկան կօգտագործեք այդ փոփոխության համար։ Իրականում իմ կյանքի փոփոխությունները ես միշտ գրի եմ առնում տետրում ու երևի թե հենց դրա համար ընտրեցի տետրը։ Տետրերը ինձնից անբաժան են, որովհետև իմ բոլոր մտքերը, թե իմ գործունեության հետ կապված, թե երազանքները, թե նպատակները միշտ գրի եմ առնում ու այնպես որ իրեն հաստատ օգտագործելու եմ։ Շատ լավ։ Մեր վերջին գույնը։ Հարց։ Ինչն է ձեզ ամենաշատ էներգիա տալիս։
Ոյ, առավոտյան իմունց նամակները մոտիվացված քաշի նվազեցրած քաշով իրենց այդ ողջևորությունը այդ առավոտյան նամակներն ինձ ամենաշատն են ողջևորում։ Ահա։ Իսկ ինչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր անընդհատ հոգնած են, բայց ոչինչ չեն անում, որպեսզի փոխեն իրենց առօրյան, որպեսզի էներգիա ունենան, էներգիա ստանան։ Մտածելակերպը էլի պետք է փոխել։ Առաջին հերթին մտքերի փոփոխություն պետք է արվի, այսինքն մենք ենք ընտրում, թե ինչպիսի կյանք ենք ուզում ունենալ, մենք ենք ընտրում, թե ինչպիսի սնունդ ենք ուզում ուտել, ու այդ ամեն ինչը, այդ բոլոր մտքերը ծնվում են գլխում։ Ու բնականաբար, հետևաբար նաև մենք ենք ընտրում, թե ինչպիսին պետք է լինի մեր վաղվա օրը, մեր էներգիան կամ մեր ամբողջ կյանքը։ Դրա համար փոփոխությունը սկսում ենք մտքում եւ գլխում։ Հիմա ձեզ խնդրեմ 10 վայրկյան պարզապես լուր մնանք ու փորձենք իմի բերել այն ամենը, ինչ որ կատարվեց այս փոքրիկ սեղանի շուրջ։ Սկսեցինք։ Վերջ։ Ասեք այն ամենակարևոր կետերը, որ այստեղ տեսակ, որի մասին խոսեցիք, ինչ տվեցին ձեզ, ինչ էմոցիաներ, դրական թե բացասական, ինչ որ հիշողություններ կամ ինչ զգացողություններ առաջացան։ Միանշանակ դրական, որովհետև շատ sense դրական էմոցիաներով ողողված հաղորդում ստացանք եւ հիշողություններ արթնացրեցիք եւ ստիպեցիք ինձ հիշել ու ապրել, վերապրել այն դրական էմոցիաները, որոնք ես ունենում եմ իմ մասնագիտության հետ կապված։ Վերապրեցի նորից այն ողջևորվածությունը, որ ամեն առավոտ եմ վերապրում իմոնց նամակներից, վերապրեցի այն էմոցիաները, ինչով որ կիսվում եմ միշտ իմոնց հետ իմ էջում, առողջ սննդի ու առողջ ապրելակերպի հետ կապված, շատ դրական էր ամեն ինչը, շատ շնորհակալ եմ։ Մետաքսիա ջան, շատ շնորհակալություն ու ուզում ենք նաև փոխանցել մեր պատրաստած փոքրիկ նվերը ձեզ, մեր սթիքերները, մեր կրիայի։ Օ, ինձ սիրուն են, շատ սիրուն են։ Մերսի շատ։ Մեր սիմվոլ կրիան եւ արդեն փոքրիկ ուղերձներ ձեզ։ Վայ, շատ շնորհակալ եմ։ Այսօր մենք սրճեցինք եւ բացահայտեցինք մի ճանապարհ, որտեղ մասնագիտությունը փոխվում է, իսկ արժեքները ոչ։ Եթե դու ել ես գրանցված Hi-Find-ում, միգուցե հաջորդ հաղորդումը լինի հենց քո մասին։